Լեռնային Ղարաբաղի մարզային երկուսին, Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր թե ԽՍՀՄ օրենսդրության նորմերին, թե միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը, անտեսելով ու զրոյացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու Ստեփանակերտ երկխոսությամբ։ Ինչ իրավունքների անվտանգության եւ երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ, շարունակելով դեռևս 80-ականներից սկսած Արցախի էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության իրագործումը։ Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել արցախահայության իր հայրենիքում խաղաղ եւ անկախ ապրելու եւ արարելու անշեղ եւ վճռական կամքին։ Հարգելի падգամավորներ, մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք։ Յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար։ Յուրաքանչյուր падգամավոր ասելիք ու անելիք ունի այս ծանր ժամանակահատվածում։ Հայրենիքին ծառայելի պարտք է, հայրենիքը պաշտպանելը մասնագիտություն։ Աստված զորավիք Հայաստանի եւ Արցախի հանրապետություններին։ Շնորհակալություն։